Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ես սիրում եմ նկարահանվել կինոյում, այնտեղ ամեն ինչ կախված է քեզնից, դա ոչ բիզնես է, ոչ էլ քաղաքականություն, դու կամ լավ դերասան ես, կամ ոչինչ, որ այս հանճարեղ մտքի հեղինակը ես չեմ, բայց լիովին համաձայն եմ ծերուկ մի կիրուրգի հետ։ Կինոյին հավասար ես սիրում եմ այս տաղավարից ասել բարի երեկո, եթերում կինոն է, մայստրո Երվանդ Երզնկյանը իր նվագախմբի հետ այստեղ է, հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Այսօր կինո ենք խաղում մոխրագույնի 3 երանգների հետ։ Տաղավարում են իմ շատ սիրելի Անահիտ Հակոբյան, նորալիք մրցույթի հաղթող դեպի Եվրատեսիլի ֆավորիտներից, Մելս Դանիելյան, դեպի Եվրատեսիլի հաջորդ ֆավորիտը, ինչպես նաև լուսանկարիչ։ Եվ իհարկե գիշերները թաքուն հիթ ստեղծած Լեա Ավետիսյան։ Բարի երեկո սիրելիներս։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ուրախ եմ, որ այսօր իմ տաղավարում եք, Անահիտ, սկսեմ ձեզնից։ Եթե դեպի Եվրատեսիլը ֆիլմի ժանրի դասեիք, որ ժանրին կդասեիք։ Այս տարվա մասին է խոսքը։ Մարտաֆիլմ, հայ երևի։ Մարտաֆիլմ։ Դա կատակ իրականում, երևի ֆենթեզի ինչ-որ ժանրի հետաքրքիր։ Ֆենթեզի ինչ-որ ժանրի։ Երևի թե, կամ պատմական։ Կամ պատմական, շատ բարի, դուք հաղթանակի բերկրանքը զգացել եք նորալիք մրցույթում և ես կարծում եմ, որ այսօր առիթ կա այդ էմոցիաները վերապրելու, ես ձեզ մաղթում եմ հիանալի խաղ։ Մելս, որպես լուսանկարիչ, հետո անցումը որպես երգիչ, կադրից, այն էլ ֆիքս կադրից դեպի նոտաներ, ինչպես եղավ անցումը։ Իրականում երգից է անցումը եղել լուսանկարչության։ Որովհետև փողներ են տեղ, թե։ Որովհետև մեծ էր կար դեպի երգը ու փոքր հասակից երգել եմ միշտ։ Ուրիշ բան էլ կար հետաքրքրությունների մեջ։ Որն է։ Որը ուղղակի մնաց համալսարանում։ Ահա։ Ու էլ չշարունակեցի։ Դա որն էր։ Միջազգային հարաբերություններ, դիվանագիտություն։ Կարծում եմ այդ գիտելիքները կարելի է օգտագործել երգարվեստում և ֆոտոարվեստում։ Այո։ Լեա, որ ֆիլմի սաունդթրեքը կուզեիք դուք երգել։ Միգուցե չէ երգի, կուզեի ստեղծագործել եւ իմ Matrix-ի։ Matrix։ Այո։ Matrix-այի։ Այո։ Matrix-ը։ Matrix-այի, շատ բարի։ Այստեղ արդյոք ձեր միտքը աշխատում է ոչ միայն որպես երգչուհի, այլ նաև որպես մարքետոլոգ։ Այո։ Երկուսի համատեղությամբ։ Հիանալի է, ամեն դեպքում յուրաքանչյուր ասպարեզում ստեղծագործական ոգին ու ջիղը կա և այդ ոգին ու ջիղն է, որ աշխարհի մեր գործընկերներին մղել է ստեղծելու շեդևրներ, որոնք այսօր կհայտնվեն մեր կինո խաղի ընթացքում, խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր ու սերիալներ։ Սկզբում 2 փուլ 3-ով, երրորդը 2-ով և ձեզնից միայն մեկը ինձ հետ կգա սուպեր խաղ ու կխաղա 7 ֆիլմերի դեմ։ Ով կլինի այդ մեկը կպարզենք հատուկ հարցի միջոցով, որովհետև խաղը եզրափակելու համար նախ պետք է այն սկսենք։ Իսկ թե ով է սկսելու առաջին փուլը, ունենք նախատեսված հարց, որի պատասխանը ստույգ թիվ է։ 20 վայրկյանի ընթացքում ձեր առջև դրված թղթերի վրա պետք է գրեք պատասխանի ձեր տարբերակը, կհաղթի նա, ում պատասխանը առավել մոտ է ճշմարիտին։ Եվ այսպես հարցը. Վրիժառուները վերջնախաղ ֆիլմը համաշխարհային վարձույթի առաջին օրերին եկամտի ռեկորդ է սահմանել։ Որքան գումար է վաստակել ֆիլմը ցուցադրության առաջին հանգստյան օրերի ընթացքում։ 20 վայրկյան ժամանակ։ Խնդրում եմ գրել ամերիկյան դոլարով։ Ունենք տարբերակներ։ Անահիտ
100 միլիոն։ 100 միլիոն կարծում է Անահիտ Հակոբյանը, 10 10 միլիոն կարծում է Մելսը եւ Լեան 350 միլիոն։ 350 միլիոն կարծում է Լեան։ Խաղը սկսելու է Լեան, բայց ուզում եմ ասել, որ անգամ Լեայի թիվը բավականին հեռու է, գրեթե 4 անգամ հեռու է իրական թվին, որովհետև 1 միլիարդ 223 միլիոն 641 հազար 414 դոլար է վաստակել ֆիլմը առաջին հանգստյան օրերի ընթացքում։ Եվ մենք խաղալու ենք կինո, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը եւ թարմացնում ենք հիշողությունը։ Գայոս Հուլիոս Կեսար, Մարկոս Աղա Ալիմյան, Կոմս Մոնտե Քրիստո։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլի հարցաբազայում 15 ֆիլմեր են տեղաբաշխված 3 կատեգորիաներում, որոնք կարելի է գուշակել ըստ տեսարանի, երաժշտության կամ պաստառի։ Ֆիլմերի բարդությունն ու միավորները տարբերվում են կատեգորիաներն ու գուշակելու եղանակը մեկ տեղված։ Մասնավորապես այսօրվա կատեգորիաներն են. տեսարաններ ռեժիսոր Արման Մանարյանի ֆիլմերից։ Սաունդթրեքերի հետ ճամփորդում ենք դեպի պայծառ ապագա, իսկ պաստառների վրա դասականների անուններն են։ Եվ այսպես Լեա, խաղը սկսում եք դուք, բայց գուշակելու հնարավորությունը հավասարապես տրված է բոլորի, ճիշտ պատասխանի դեպքում վաստակեք համապատասխան միավորը, սխալի պարագայում մեկ հարց բացեք թողնելու։ Լեա, խնդրեմ, ընտրեք։ Եկեք պաստառից սկսենք։ Պաստառ եւ քանի միավոր եք ցանկանում վաստակել։ 40։ 40 միավոր։ Խնդրեմ։ Մելս, Ազնավուր, տեսնենք։ Ճիշտ է։ Մսյո Ազնավուր։ Մելս, շարունակեք։ եկեք շարունակենք նույնը առաջինը։ 10 միավոր։ Մելս, Ֆրիդա, տեսնենք։ Իտակալը։ Իհարկե, Ֆրիդա Կալ։ Շարունակեք։ դեպի պայծառ ապագա, եկեք առաջինը էլի։ 10 միավոր։ Տարատարատարատարատարտա։ Միական։ Տարատարատարատարտա։ Прекрасная далёка, не будь ко мне жестока, не будь ко мне жестока։ Այո, եւ այդ հյուրը որտեղից էր գալիս։ Կինո է, ֆիլմից։ Прекрасная далёка։ Չէ, ֆիլմի անունը հյուրը որտեղից էր գալիս։ Այլ մոլորակից։ Ինչպես։ Ապագայի։ Այո, հյուրը ապագայից։ Եվ շարունակեք Լեա։ Դեպի պայծառ ապագա։ Ահա։ 40։ 40, դեպի պայծառ ապագա 40։ Անայդ։ Սեղ մեկ կոքնեմ։ Մատրիցա։ Այո, չաստրեցի նույնիսկ։ Մատրիցա, ճիշտ է։ Քանի որ Արման Մանարյանի սիրելի ռեժիսորներից է, ընտրենք երևի թե առաջինը։ Առաջինը, խնդրեմ, 10 միավոր։ Մելս, Դժվժիկ։ դժվժիկ, ճիշտ է։ Սոֆո կտրի։ Ես կարծում եմ այստեղ Մելսին օգնում է ոչ միայն իր լսելու ունակությունը որպես երգիչ, այլ նաև ֆոտոյի այդ արագ չկացնելու կլիկանելու։ Բայց նշենք, որ դժվժիկը իմ ամենասիրելի կարճամետրաժ ֆիլմերից է ու 1962 թվականի օգոստոսի 21-ին առաջին անգամ է ցուցադրվել Ատրպետի պատմվածքի հիման վրա։ Բրավո Անահիտ, բրավո։ Եկեք կիսենք էլի։ Եկեք կիսենք այս Միավորները։ Արժանի է միավորների Անահիտը։ Երկու միավոր ինձ։ Մենք միշտ գնահատում ենք գիտելիքները, բայց չենք կարող Այո, չէ, պետք է դուրս արդար գալ լինել։ խաղի կանոններից։ Խաղը մնում է խաղ։ Կպատմի։ Մելս, Երեքի մեջ։ Եկեք շարունակենք եւ 20 միավորով։ Մանարյան 20։ Մորգանի Խնամի։ Բրավո, Մորգանի Խնամի։ Տեստը Ասխաբույլը, Ավետ Ավետիսյան, Վարդուհի Վարդերեսյան, մի խոսքով։ Հիանալի, Անահիտ շարունակեք։ 40 միավորը, Արման Մանարյան։ Այո, Արման Մանարյան 40 միավոր։
Հեղնարախպյուր։ Հեղնարախպյուր, ճիշտ է։ Իմ ֆավորիտ ֆիլմերն են։ 50 միավորը։ 50 միավոր։ Մելս։ Կարինե։ Կարինե։ Այո։ Օրինել։ Շարունակեք Մելս։ Դեպի պայծառապագա եկեք 50-ը։ Դեպի պայծառապագա 50 միավոր։ Մարտական ֆիլմ պետք է որ լինի, կարծում եմ, բայց չգիտեմ։ Star Wars, Հինը կա եւ ռիմեյքը կա ֆիլմի։ Gladiator։ Հնում Մել Գիբսոնն է խաղում, այստեղ Խելագար Մաքսը Զայրույթի ճանապարհը ֆիլմն է։ Եվ ցածր միավորները ձերն են, Մերսի։ Լեա դուք եք ընտրում։ Արդեն վախում եմ, հա, գիտեք։ Եկեք լավ։ Ընտրենք դասական Դասական 30-ը։ 30, խնդրեմ։ Բեթհովեն։ Անահիտ, ճիշտ է։ Կարծում եմ, որ շատ ճիշտ է։ Բեթհովեն Շունիկը, իհարկե։ Դասական երկրորդ։ Դասական 20 միավոր։ Ամադեուս։ Տեսնենք։ Իհարկե։ Մոցարտի մասին ֆիլմը։ Իհարկե։ Այո։ Ու եթե հիշողությունից չի դավաճանում, այս ֆիլմը ունի 8 Օսկար ու լավագույն ֆիլմ անվանակարգում եւս հաղթող ճանաչվել։ Հիանալի է։ Իմ սիրելի ֆիլմերից է։ Ամադեուսի եւ Ինֆորմացված Անահիտը։ 50 միավոր է դասականի։ 50 միավոր դասական։ Լեա։ Մի վարքան ես կարամ ասեմ, որ նկարչի մասին է Այո։ ու իր դաժան կյանքի, որտեղ որ Այո։ ինքը դաժան կյանքի Մյով սկսվում։ Մոդելյանի։ Մելսուշը։ մոդել է։ Մոդելյանի ֆիլմն է։ Ընդունում եմ։ Ֆիլմի անունը Մոդելյանի է, այո, դուք ճիշտ էիք։ Եվ շարունակեք։ Արման Մանարյանից 30 միավոր վաստակելու հնարավորություն։ Մանարյանից 30 միավորը։ Եվ ընտրեցինք հենց այս տարբերակը, խնդրեմ։ Ընկեր Փանջունի։ Կերփանջունի, այո։ Արման Մանարյանի հիանալի կտավներից մեկն էր եւս։ Եվ շարունակեք դեպի պայծառապագա 20 եւ դեպի պայծառապագա 30, այս երկուսն են, որ դեռ գուշակված չեն։ Սաունդթրեքերն են, հեսա։ Ընտրենք 20 միավորը։ 20 միավոր, խնդրեմ։ Hunger Games, Մարդը ապագայից։ չէ, Վիրապե փորձեմ ամեն դեպքում գուշակել։ Ինչ-որ մեկը ապագայից։ Ահա։ Անվանակարգը հիշում եք։ Լավ, որևէ պատասխան տվեք։ Hunger Games, maybe։ Ապագայից Լեան։ Ապագայից Լեան։ Լեան ներկայում մեզ հետ է եւ այս բարագայում հետ դեպի ապագա ֆիլմներ, որը ձեզ միավոր չի բերում Անահիտ եւ մեկ հարց բաց եք թողնում ու դա այս փուլի վերջին հարցն է։ Մելս եւ Լեա, հարցը ձեզ համար է, հնարավոր է վաստակել 30 միավոր դեպի պայծառապագայից, խնդրեմ։ Նոլանի հանճարեղ ֆիլմը։ Խաչիկոն չի։ Հա, նման է, ինչ խոսք նման է, բայց ոչ։ Չէ, մենակ դրան եմ Շատ լավ գիտեք։ Մեթյու Մաքքոնորին է խաղում։ Կարող է Interstellar։ Ոչ թե կարող է, այլ հաստատ Interstellar։ Բրավո։ Եվ ավարտված է առաջին փուլը։ Լեան 90 միավորով, Մելսը 110 միավորով եւ 180 միավորով Անահիտը ինձ հետ միասին գալիս են կինոյի երկրորդ փուլ, որպեսզի հասկանանք թե հաջորդ փուլում 3-ից որ երկուսը կշարունակեն խաղը։ Մնացեք մեզ հետ։ Թիմ Բարտոնը դեմ էր Չարլի եւ շոկոլադե գործարանը ֆիլմում գրաֆիկական հնարքներ կիրառելուն։ Ուստի տեսարաններից մեկի համար
վարժեցնում եւ կադրում ներառում են 40 իսկական սկյուրիկների։ Մեր սկյուրիկները հիանալի են կատարել իրենց առաջադրանքը եւ ողջ գիշեր ձեզ համար պատրաստել են էմոջիներ, որոնց շնորհիվ պետք է գուշակեք ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ 15 ֆիլմ 15 վայրկյան գուշակելու համար եւ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 30 միավոր, սխալի դեպքում 1 հարց բացեք թողնելու խաղը։ Անահիտ, ձեր սիրելի էմոջին։ Flaming heart and վարվող սիրտը։ Վարվող սիրտը։ Մելս։ Ուղակի սիրտ, մուկ սիրտը։ Ուղակի սիրտ, մի քիչ էլ մուկ սիրտը։ Կարմիր։ Լեա, կարմիր։ Սուս քարից sense քարից Քարե արձան կարծես լինի։ Չգիտեմ ձեր սիրելի էմոջիները այսօր այստեղ կհայտնվեն, թե ոչ, բայց վստահաբար բոլոր էմոջիները այստեղ են ձեզ օգնելու համար վաստակել միավորներ, ծափահարություններ մեր մասնակիցների եւ մենք սկսում ենք երկրորդ փուլը։ Ուշադրություն էկրանին։ Ժամանակ։ Ճիշտ է։ Հաջորդը։ Անահիտ։ The Iron Lady։ Երկաթե լեդի, ճիշտ է։ Հաջորդը։ Մուլտիկն է։ Run։ Կուրյատնիկը Այո։ Փախուստ հավաբնից։ Ճիշտ է։ Հաջորդը։ Մելս։ Ինչ եք տեսնում։ Մարդ, սիրտ, տուն։ Սպասեք։ Այդ որ սխմել ես այդ հերիք չի։ Իմ սրտի տնակը։ Ճիշտ է, իմ սրտի տնակը։ Հաջորդը։ Հարսանիք Ասեք։ Թիկունքում։ Ուզում եք մանան դոր ասեցիք։ Հարսանիք Այո, ուզում եմ ձեզնից հենց լսել։ Հարսանիք թիկունքում։ Բրավո, իհարկե, ճիշտ է։ Հաջորդը։ Ես էի։ Այո, Անտոշկան։ ճիշտ է։ Հաջորդը։ Երևի թե Միքայել Պողոսյանի ֆիլմն է, Արև, Սարեր ու Սեր։ Բրավո, ճիշտ է։ Հաջորդը։ Երկան դիվնիկ բասկետբոլիստը։ Բասկետբոլիստի օրագիրը ճիշտ է։ Հաջորդը։ Ջիմ Քերին է գլխավոր դերում։ Ամբերջ այո ասողը։ Այո։ Այո ասողը ճիշտ է։ Всегда говори։ Հաջորդը։ Միկաթիլ մեղր։ Միկաթիլ մեղրը ճիշտ է, հաջորդը։ Անահիտ։ Աննա, չէ, Двойной удар, կրկնակի հարված, ճիշտ է։ Ալտերագոյի մասին եղբայրներին։ շատ լավ կինո է։ Հաջորդը։ Որտեղ է դրոշն ենք տեսնում։ Ամերիկայի Ահա։ կրկնակի ինչ որ մի բան։ Աստղ։ Չեմ հասցնի նույնիսկ հուշել։ Marvel։ Չէ։ Այո, Կապիտան Ամերիկա։ Առաջին բրիժարուն։ Ավաղ։ Անցնում ենք առաջ, հաջորդը։ Լեա։ Плохая учительница։ Վատ ուսուցչուհին, ճիշտ է։ Նախավերջինը, խնդրեմ։ Մելս։ 8 Mile։ 8-րդ մղոն, ճիշտ է։ Եվ վերջինը։ Պատերազմ եւ խաղաղություն։ Բրավո, ճիշտ է, պատերազմ եւ խաղաղություն։ Եվ ավարտվում է երկրորդ փուլը։ Ու 180 միավորով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս Լեա, շնորհակալություն խաղին մասնակցություն ցուցաբերելու համար։ 260 միավորով Մելսը եւ 360 միավորով Անահիտը ինձ հետ գալիս են երրորդ փուլ։ Վարում էր բեռնատար, դպրոցականներին սնունդ էր առաքում, ավտոսպասարկման կետերում վերանորոգում էր մեքենաներ։ Սրանով էր զբաղված 22-ամյա Ջեյմս Քեմերոնը, մինչև այն պահը, երբ ընկերոջ հետ գնաց աստղային պատերազմները դիտելու։ Հավատացեք,
ձեր ուժերին, ձեր բաժին հաջողությունն անպայման հասնելու է ձեզ։ Իսկ այդ ճանապարհին ունենք 5 զույգ մինչև կինոյի եզրափակիչը։ Առաջադրանքները լինելու են անհատական եւ տարբեր, մեկական զույգ, հարց, նույն սկզբունքով։ Նախորդ փուլերի արդյունքում ձեռք բերած միավորները զրոյացված են, բայց կա մի առավելություն, որ առավել միավորները ձերն էին Անահիտ եւ դուք պետք է ընտրեք, թե ով է սկսելու այս փուլը։ Հիշեցնեմ, որ 5 զույգ հարց է, յուրաքանչյուր հարցից հետո կտրվի 20 վայրկյան մտածելու ժամանակ, այնուհետև կսեղմեք կոճակ ու կտակ պատասխանը։ Չէ, ես քեզ կտայի առաջ։ Okay. Yes. Վերցնում եք ձեզ վրա։ Ամբողջ լարվածությունը, վերցնեմ իմ։ ամբողջ լարվածությունը Անահիտը վերցնում է իր վրա եւ մենք սկսում ենք երրորդ փուլը, խնդրում ծափահարություններով մեր դեպի եզրափակիչ գրացող երկու հրաշքներին։ Եվ Անահիտ, առաջին ենթափուլը, այժմ էկրանին կտեսնեք հայտնի մեկի լուսանկարը, բայց ավելի փոքր հասակում։ Պետք է գուշակեք, թե մանչուկը մեծացել եւ ով է դարձել։ Խնդրեմ, Անահիտ, հարցը ձեզ համար է, ուշադրություն էկրանին։ Denzel Washington։ Տեսնենք։ Իհարկե։ Բրավո։ Նման է։ Denzel Washington։ Հա, հիմնականում չեն փոխվում, գիտեք, Հոլիվուդի երեխաները։ Շարունակում ենք, նույն սկզբունքով մեզ գուշակում եք դուք։ Ինքն էլ չի փոխվել, մի քիչ մազերն է երկարել։ Անունը չեմ հիշում ես դերասանի, բայց ազգանունը Լետո։ Այո, Jared Leto։ Բավական է ազգանունը։ Jared։ Մենք ազգանուն գնահատող հասարակություն ենք, բրավո։ Jared Leto։ Իրա մոտել էր մենակ մազերը փոխվել։ Իրա մոտ մազերն են փոխվել։ Երկրորդ ենթափուլն է, էկրանին կհայտնվի կադր ֆիլմից կամ մուլտֆիլմից, որն ամենայն հավանականությամբ դիտել եք։ Մի դետալ մենք թաքցրել ենք կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձեք հիշել, թե ինչ է թաքնված կամ կռահել։ Խաղում ենք նույն հերթականությամբ, ինչպես ֆուտբոլում։ Նախ առաջինն է գալիս ու դարպասը գրավում, հետո մրցակիցը։ Անահիտ, դուք եք գուշակելու, թե ինչ է թաքնված կինո տարբերանշանի ետևում։ Խնդրեմ։ Ֆիլմը հիշում եք։ Ինչ են ուզում կանայք, հա, դա է։ Եվ ինչից սկսվեց պատմությունը։ Բեկումնային պահը։ Վարսահարդարիչ։ Այո։ Տեսնենք, ես հայրեն անունի վրա զարմացա, որ դա այսպես է կոչվում։ Այո, վարսահարդարիչ, շատ ճիշտ է։ Բրավո։ Եվ նույն սկզբունքով գուշակում եք դուք մեզ։ Ռատատույնը։ Մուլտֆիլմը հասկացել եմ մուլտֆիլմը։ Որն է։ Ռատատույը։ Այո։ Աշտարակը Էյֆելյան։ Ինչը կարծում եմ այո, ցանկանայք թե լուսանկարել, թե օրերից մի օր Սելին Դիոնին ման հենց այդ աշտարակից ձեր անզուգական ձայնը հնչեցնել։ Միշտ աշտարակը մոռանում եմ նկարեմ։ Խնդրեմ, տեսնենք։ Իհարկե։ Այո։ Էյֆելյան աշտարակը, բրավո։ Երրորդ ենթափուլ, բանականության խաղեր։ Երրորդ ենթափուլում ձեր բանականությունը պիտի կռահի, թե ինչ է նկատի ունեցել արհեստականը։ Մենք նրա ականջին շշնջացել ենք ֆիլմի կամ մուլտֆիլմի անվանումը, մնացածը արդեն նրա ձեռքի գործն է։ Որ ֆիլմի կամ մուլտֆիլմի մոտիվներով է գեներացված պատկերը։ Անահիտ, ձեզ համար է։ Ինչ ենք տեսնում։ Հրադիտակ։ Ահա։ Եվ Քարտեզ։ ամենամեծ եւ ակնառու Գլխարկ։ Ահա։ Սեղմեք ժամանակին։ Ով էր կրում այդպիսի գլխարկ։ Նապոլեոն Բոնապարտ։ Նապոլեոն։ Պատկերացրեցի այդ գլխարկը դրված։ Այո, այո։ Մի անգամից Ես էլ կկրեի իհարկե։ Մի փոքր հասակի խնդիր կա այստեղ։ Հենց ինձ վրա պատկերացրեցի։ Հիանալի։ Բրավո, մեզ նույն սկզբունքով պետք է գուշակեք դուք։ Փոքրիկ երեկույթը ոչ մեկի չի կարող վնասել։ Ովքեր էին այսքան գեղեցիկ անցկացնում եւ ում տանը իրենց երեկոները սեղմեք ժամանակ։ Great Gatsby։ Մեծն Գեթսբին, ճիշտ է։
Թեժ է շատ։ Շատ թեժ է, այո, մանավանդ, որ այժմ ես կրկին հուշելու եմ, բայց մի փոքր նաև շեղելու եմ։ Այժմ կկարդամ հուշումներ, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն ֆիլմի բովանդակության հետ, բայց դա միայն առաջին հայացքից։ 20 վայրկյանում պետք է կարողանալ հուշման բովանդակությունից կռահել ֆիլմի կամ մուլտֆիլմի վերնագիրը կամ սյուժեն։ Էկրանին նաև կհայտնվի կադր, որը կօգնի ձեզ։ Առաջին հուշումը Անահիտ ձեզ համար է։ Ֆիլմ, որի սյուժեն արտացոլում է արջներ պակաս նայել շոքենավով ժամանեց ժողովրդական խոսքի էությունը։ Ֆիլմի անունը պիտի ասվի։ Ահա, կամ հերոսի։ Ժամանակ։ Արջներ պակաս նայել շոքենավով ժամանեց։ Ճեպընթաց։ Արկածներով լի ով կարող է։ Արագընթաց ճեպընթացը։ Չէ, մի րոպե։ Շան մասին է, հա, այս ֆիլմը։ Այդքան չէինք շեղի, կարծում եմ հուշման մեջ։ Բոլորովին վերջերս իր հերթական մասը դուրս եկավ։ 3, 2, 1։ Սպիտակ կարճ։ Չէ։ Ավաղ ոչ, Փադինգթոնի արկածները։ Եվ հաջորդ հուշումը ձեզ համար է Մելս։ Ֆիլմ Հորիզոնի 4 կողմերից երկուսի մասին։ Հյուսիս հարավ։ Ճիշտ է, հյուսիս հարավ։ Խաղը շարունակվում է և գնալով կրքերը թեժանում են։ Հաջորդիվ էկրանին կհայտնվեն 4 ֆիլմեր, որոնցից 3-ն ինչ-որ տրամաբանությամբ, օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Մասնակցի խնդիրն է գտնել այդ ընդհանրությունը և նշել այն ֆիլմը, որը դուրս է մնում այդ տրամաբանությունից։ Եվ այսպես Անահիտ առաջինը դուք եք։ Ժամանակ ունեիք, իհարկե, բայց հասկացա ինչի մասին է խոսքը, այստեղ գործողությունները 3-ում գնացքն է, իսկ այնտեղ Տիտանիկը նավը, այսինքն։ Բրավո։ Սպանություն արևելյան ճեպընթացում, բևեռային ճեպընթաց, Տիտանիկ, շոքեքարշ Ռոմաշկովոյից և ճիշտ էր տրամաբանությունը, որովհետև 3-ում գնացքում են տեղի ունենում գործողությունները, իսկ 3-րդ ֆիլմում, որը մեր պարագայում 4-րդն ավելորդ էր դառնում, Տիտանիկը նավում էր։ Բրավո Անահիտ, և նույն սկզբունքով պետք է գուշակեք դուք Մելս։ Ֆիլմերը հիշում եք։ 3-ը գիտեմ։ Որոնք գիտեք։ Game of Thrones, Squid Game, Գահերի խաղը և առաջինը էլի խաղերով է։ Սոված խաղեր։ Ահա։ Կաղամարի խաղալիքը, խաղը կներեք, իսկ 4-րդի անունը հիշում եք։ Ուղղակի խաղեր։ Կամ ինչով որ խաղում ենք։ Բայց ինչով ենք խաղում սովորաբար։ Խաղալիք։ 4-րդի վերնագիրն էլ դա է։ Երևի թե 4-րդը։ Ինչու՞։ Տարբերվում է 3-ից, որովհետև մյուս 3-ը խաղերի հետ է կախված, մյուսը խաղալիք ուղղակի։ Չգիտեմ ճիշտն ասեմ։ Բրավո, ճիշտ է։ Շատ ճիշտ է տրամաբանությունը։ Այո, սոված խաղեր, գահերի խաղը, կաղամարի խաղը և խաղալիքը։ Նրանք կապված էին խաղերի հետ, իսկ այս մեկը հենց բուն խաղալիքի հետ։ Եվ Մելս դուք ինձ հետ գալիս եք սուպեր խաղ, Անահիտ Հակոբյան, դուք հիանալի խաղ եք ցուցաբերել և իսկապես սուպեր խաղ եք ցուցաբերել։ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Մենք կհանդիպենք սուպեր խաղում։ Ընդամենը 7 ֆիլմ է բաժանում Մելսին այսօրվա լիակատար հաղթանակից։ 7 ֆիլմը գուշակելու համար նա ունի 120 վայրկյան ժամանակ։ Մելս, ես ձեզ ողջունում եմ սուպեր խաղում և ցանկանում տեղեկացնել, որ 120 վայրկյանները կանգ չեն առնելու։ Եթե գիտեք ֆիլմը, սեղմում եք կոճակը և տալիս եք պատասխանը։ Եթե մի փոքր կասկածում եք, ավելի լավ է առանց կոճակը սեղմելու հնչեցնել հաջորդը հրահանգը, ժամանակ ունենալու պարագայում կվերադառնանք չգուշակված ֆիլմերին։ Լավ։
Լավ։ Խնդրում եմ ծափահարենք մեզին տրամադրությունը։ Շատ լավ։ Շատ լավ։ Կինոյի Օսկարիկը ձեզ է սպասում, ես ձեզ մաղթում եմ հաջողություն եւ մենք սկսում ենք մեր սուպեր խաղը։ Ժամանակը գնաց։ Այս Փարաջանով նռանգույնը։ Նռանգույնը ճիշտ է, հաջորդը։ Չգիտեմ։ Հաջորդը։ Մի քիչ սպասեք, դեռ ժամանակ կա։ Եկեք անցնենք։ Անցնելու պարագայում կարելի է չսեղմել, ուղղակի հնչեցնել հաջորդը հրահանգը։ Սարսափ։ Չգիտեմ։ Այդ ժանրն է սարսափ, բայց ես հիմա ինչ եմ արձակում, հա։ Բրավոց։ Դրա մի ճտարովը։ Ճիշտ է։ Գիտեմ։ Այո, դերասաներին հիշում եք։ Այո։ Ահա, Jim Carrey, Kate Winslet, մի քիչ երկար վերնագիրը անցնենք, հետո կվերադառնանք։ Ապոկալիպսիս։ Եկեք անցնենք։ Ամենահայտնի սերիալներից։ Լավ, անցնենք առաջ։ Մեր ներսում ինչ է բնակվում։ Հոգին։ Հոգին, ճիշտ է։ Եվ այսպես վերադարձանք, գնում ենք դեպի խորհրդային ժամանակաշրջան, մի քիչ փշոտ, ով է։ Ոզնին։ Որտեղ։ Անտառում։ Մշուշում։ Ոզնին մշուշում, ճիշտ է։ Խնդրում եմ, սա արդեն երկրորդը դուրս եկավ երկչուհու հետ եւ այդքան չէր հաջողել ֆիլմը ինչպես առաջինը ու բոլորը քննադատական խոսքեր էին ասում փառահեղ ցավոք սրտի առաջին որ չեմ դիտել ֆիլմը խնդրում եմ ջոկերը խելագարություն երկուսի համար այո ու ժամանակը սպառվեց մեզ ոչինչ մաքուր բանականության հավերժ փայլատակումը ֆիլմներ եւ քայլող մեռելները սերիալը, որոնք ձեզ ետ պահեցին այս Օսկարից, բայց փոխարենը դուք սուպեր խաղում եք կինոյի եւ ես ձեզ սիրով հանձնում եմ մեր գործընկերոջ կինո պարկի կողմից սպասված ֆիլմերը դիտելու հրավիրատոմսեր։ Մեծ բրավո հիանալի խաղ ցուցաբերելու համար կարող եք ձեր խոսքը ասել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եք։ Ամեն ինչ շատ լավ էր։ Հիանալի է եւ մենք եզրափակում ենք մեր այսօրվա եթերը, բոլոր ժամանակներն ունեն իրենց երգերը, բայց կան երգեր, որոնք բոլոր ժամանակների մեջ կարող են հնչել, անկախ նրանից նրանք կոչված են հին օրերի, թե նոր օրերի, հին օրերի երգը։ Այս ստեղծագործությամբ մայստրո Երվանդ Երզնկյանը կեզրափակի մեր այսօրվա եթերը, ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Action. Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։